Մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ԿՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են։ Առայժմ ԿՊ վարչության սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ, որից հետո կլծվեն նաև համապետական ընտրությունների քարոզարշավին։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները։ ԿՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ 100-ից ավելի թեկնածու է լինելու, ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում։ Օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ ԿՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների տարածքային կառույցների անդամների հետ։ Երբեմն միմյանց դեմ անուղակի բոճկա են գլորում, որպեսզի տարածքային կառույցների անդամների սիրտը շահեն, նրանք ԿՊ ղեկավար մարմնի ընտրիչներն են եւ մասնակցելու են վարչության ընտրություններին։ Բանն այն է, որ միայն վարչության ընտրություններից հետո է հայտնի դառնալու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակը եւ մեխանիկորեն ովքեր դառնան վարչության անդամ, բարձր դիրքեր կզբաղեցնեն նաեւ ԱԺ նախընտրական ցանկում։ Իդեպ ԿՊ-ականներն այսօր մեկնարկող ԱԺ-նիստիներ են մարտական ներկայանալու։ Նրանք չեն Մարսել Լևոն Քոչարյանի անցած քարորիային ունեցած ելույթը եւ որոշել են կռիվ սադրել, որ ընդդիմությանը եւ հատկապես Լևոն Քոչարյանին պատժելու լեգիտիմ հիմք ունենան Փաշինյանի հասցեին կորտ գնահատականների համար։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։ Նրա մտերիմներից մեկը մեզ ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է։ Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին, իսկ մայիսի 27-ին նրա գործով դատական նիստ կա։ Մարուքյանը նաև Լաս Վեգասից է լուսանկար հրապարակել, որտեղ կայանալու է դոգի դատը։ Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսում են, որ ԼՀԿ ղեկավարը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է եւ դիրքավորվել է այն դաշտում, որում դոգն էր, մերժելով եւ նախկիներին եւ ներկաներին։ Նա իր լայվերից մեկում դոգին է պաշտպանել, նրան գրեթե իրեն հավասար քաղաքական գործիչ սարքելով։ Մեծ զրույցում Մարուքյանը հերքեց տեղեկությունը, սուտ է, դոգի հետ կապված չէ իր այցը։ Մինչ ՌԴ-ն 2023-ից ի վեր ջանում է Սյունիքում հյուպատոսություն հիմնել, իսկ ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով տորբետահարում են դա, Ֆրանսիայի ամիսներ առաջ հայտնած ցանկությունը մոտորելս կյանքի կկոչվի։ Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով, նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի։ Գրել էինք, որ հյուպատոս է նշանակվելու Գորիսի ֆրանսախոսների միություն ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը։ Փորձագիտական շրջանակներից արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսությունը ունենալու է խիստ ռազմական, հետախուզական նպատակ, որը ծառայելու է կոլեկտիվ արևմուտքին։